Հարև ցես հարկելի ունգընտիրներ, բանլացայնի եթերով և թիմադեդրի էչով ցեզի հետ ենք ներգայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Մեծդանն գիրիգյո արամ առաջին կատուղիգոս երեք հանդես եկավ Հայաստանի մեջ տեղի ունեցող եկեղեցական վերջին իրադարձություններում մասին հետևյալ հայտարարությամբ։ Անցնող ամիսներուն խոր մտահոգությամբ հետևեցանք Սուրբ Էջմիածնի շուրջ տեղի ունեցող մտահոգիչ զարգացումներուն։ Զանազան արիտներով և միջոցներով փորձեցինք հանդարտեցնել փոթորգալից զգացությունը և փոխադարձ հասկացողության մղել, հատկապես զսկուշացնելով եկեղեցին բարակտելու առաջնորդող քայլերը։ Այսօր պաստորեն զգացությունը դարձած է ավելի վտանգավոր, աննախադեպելի հետևանքներով հղի։ Սուրբ Էջմիածնի և ընդհանրապես մեր եկեղեցու ամբողջականության ու ներքին միության ամուր պահպանումը և զայն ներքին թե արտաքին վտանգները հեռու պահելը համազգային առաջնահերթություն է։ Այս խոր գիտակցությունը և հանձնարարությունը առաջնորդված գոչ կուղենք Հայաստանի իշխանության հեռու մնալ Սուրբ Էջմիածնի ներքին կյանքին ու խնդիրներուն միջամուխ դառնալու և եկեղեցիեն ներս զանազան միջոցներով բարակդումի սերմեր ցանելու հակասահմանադրական և հետևաբար անընդունելի ու դատապարտելի քայլերը, որոնք կրնան մեր եկեղեցին, ազգն ու հայրենիք առաջորդել ինքնագործանումի։ Սուրբ Էջմիածնի գալելի փութով համբերությամբ ու խոհեմությամբ առաջ կառնել միապանական կյանքեն ներս ջեղքեր առաջանալու ու առաջացնելու վտանգավոր գացություններուն և համախմբվելու ամենահայոց կաթողիկոսին, ինչպես նաև միապանական ուխտին ու սկզբունքներուն շուրջ և եղբայրական ոգիով, կանոնական գործընթացքով ու իրավաշտ մոտեցումով քննելու առկա խնդիրները համապատասխան որոշումներ կայացնելու վճռականությամբ։ Եկեղեցին Աստծո տունն է և միաժամանակ ազգին սրբազան տունը։ Յուրաքանչյուր հայ բարդավորություն ու իրավունք ունի մտահոգվելու և տեսակետ հայտնելու եկեղեցին հուզող խնդիրներու նկատմամբ, սակայն կառուցողական ու շինիչ մոտեցումով և եկեղեցին վերանորոգելու ու անոր ծառայական առաքելությունը ավելի կենսագործելու նախաձեռնություն է առաջնորդված եզրակացուց Արամ առաջին կաթողիկոս։ Հոյտապիրոյի հայտարարի և գաղափական հարցերու գրասենյակի ղեկավար Գիրո Մանոյան Սպուտնիկ Արմենիայի հետ հարցազրույցի ընթացքին ասավ, թե այնինչ որ այսօր կկատարվի եկեղեցու դեմ, մաս կկազմի Հայաստանի իշխանություններու քաղաքական ուղեկիցին հարվածել ազգային մեր հարստությունը, ազգային արժեքները։ Արդյոք հայկական սփյուռքը այս հարցի մեջ միասնական կարծիք ունի հարցումին, Մանոյան պատասխանեց նշելով, որ կարելի չէ ունենալ միասնական մեկ կարծիք, որովհետև սփյուռքը մեկ կառույց չէ և կան զանազան տեսակետներ։ Ասով անտերց սփյուռքը իբրև ամբողջություն կկարծեմ, որ եկեղեցու դերը ավելի լավ կճանչնա։ Ինքնիրքոյությունը պահպանած է շնորհիվ քանի մկարույցի, որոնց մե հիմնականը եկեղեցին եղած է։ Ուրեմն անհանգիստ է սփյուռքը, որ նման վերաբերմունք կա Հայաստանի մեջ հայ առաքելական եկեղեցու հանդեպ, նշեց Գիրո Մանոյան։ Մանոյանի համաձայն իշխանությունները լավ չեն զգար այդ իրողությունեն, որ կա համահայկական կառույցը իդեմս հայ եկեղեցու, որ կվայել է ժողովրդի մեծամասնության վստահությունը։ Մանոյան կարելի չի նկատել եկեղեցու բարակդումը և հակաթորիմը ստեղծումը, թեև չի բացառել, որ նման փորձը կատարվի։ Այդ մեկը դիզաղելի է, ան ոչինչ կրնադալ մեզի, իրական բարակդում չի կրնարելալ թե մերու մեջ կամ հագարակ կեսված չորդ է կրվիր։ Գխոսվեր Միացյալ Նահանգներու արևմտյան թեմի մասին և այն մասին, որ Հովնան արքեպիսկոպոսն է կաթողիկոսի իշխանության տեխնազուն։ Հավանաբար այդ է պատճառը, որ ան հրաբարակային երբով որևէ բան ասած չէ, թեև իր անունը բոլորին զանոթ ցուցակի մեջ կար, սակայն ստորագրած չէր։ Գարձես այդպիսով դեր գծկե ետ դարձի համար ընդգծեց Հոյտապիրոյի հայտարարի և քաղաքական հարցերու գրասենյակի ղեկավարը։ Բացի այդ, Մանոյան հիշեցուց,
որ այս օրերուն դեղի պիտի ունենար եպիսկոպոսական ժողովը, որ բազմաթիվ հարցերու պատասխան պիտի դար, սակայն ակնհայտ է, որ իշխանությունը ամեն բան կնե, որբեսի այդ ժողովեն փասակային սկզբունքային գեցվածք ցուցաբերած բոլոր եպիսկոպոսները եւ արքեպիսկոպոսները։ Երեք Շիրակի թեմի հոգևորականները հայրաբեդական մաղթանք կատարեցին Գյումրիի 7 վերք եկեղեցվո մեջ, ուր Գիրագի օր վատարակի մասնակցեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Պավստոս Քահանա Սարգսյանը սավ մաղթանքի ավարտին այն ինչ որ կատարեցինք այսօր կգոչվի հայրաբեդական մաղթանք, հadouk շեշտելու, որ ինչ որ երեք կատարվեցավ ոչ միայն բոլորիս գամքին, այլև եկեղեցվո գործող կանոնին հակառակ էր։ Անոնք կգործեն հակառակության ոգիով, անոնք կգործեն սատանայի դելաթրանքով, նշեց Սարգսյան հիշեցնելով, որ օրը առաջ 7 վերք եկեղեցվո մեջ մատուցված վատարակին նվադագային ծևով զեղչվեցան ամենայն հայոց կաթողիկոս Կարեկին II եւ թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աճաբահյանի անունները։ Եթե նման զեղչում կկատարվի, ապա հատվածը կանոնականությունը կշեղի, ուստի այսօր կվերականգնենք այդ կանոնականությունը, եզրափակեց Պավստոս Քահանա Սարգսյան։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյան Թիմադերյան քրարումով նշեց. Մոլակարը գարաչարգե բادرակին առաջ հնչեցնել Հայաստանի քայլերքը եւ եկեղեցու մեջ կախել Հայաստանի դրոշակը։ Ինչ կնշանակե եւ ինչ հետևանքներ կգրնա ունենալ այդ մեկը։ Նշանակությունը հետևյալն է. Ավանդական եկեղեցիները նման սովորություն չունին, ոչ կաթողիկե, ոչ ալ ուղղափառ եկեղեցիներու մեջ բادرակի ժամանակ երկիրներու քայլերքը չեն հնչեցներ, նաեւ ասկային դրոշակ չեն ցուցադրեր։ Ինչ պատճառով, որովհետև կաթողիկե եկեղեցիները կգործեն բազմաթիվ երկիրներու մեջ եւ դրոշակներ գախելով ու քայլեր կերկելով պաստորեն գբարակտեն եկեղեցին ասկային հատվածներու համաձայն վտանգելով եկեղեցվո միասնությունը։ Ուղղափառ եկեղեցիները նույնպես կգործեն զանազան երկիրներու մեջ, օրինակ ռուսական, վրացական կամ սերբիական եկեղեցիները ունին թեմեր զանազան երկիրներու մեջ եւ այդ երկիրներու մեջ չեն արդուներ, որ իրենց ուղղափառ համայնքներու մեջ ուր անդամներու մեծամասնությունը այդ երկիրներու քաղաքացիներ են, այլ երկրի մթորոշակը գախեն կամ քայլեր կհնչեցնեն։ Այսինքն եկեղեցիները ասկային ինքնությունը միավորող կորձոն լալով զայն չեն վտանգեր pedagogan պատկանելիության համաձայն։ Եկեղեցին վերաբեդական եկեղեցի է, որ կմիավորե սփյուռք ունեցող ասկերը ասկային ինքնության ամենեն վտանգարևոր հիմնակար դառնալով նշեց քաղաքագետ Դանիելյան։ Արդյոք կա նման սովորություն ուրիշ եկեղեցիներու մեջ, գա ինչ որ այստեղ մտածելու հիմեր կուտա։ Օրինակ Միացյալ Նահանգներու փողոքական եկեղեցիներու մգրչական մեթոդիստական կամ երեսական համայնքներու մեջ բادرակներու ժամանակ երբեմն կգադարեն ասկային քայլերքը եւ եկեղեցիներու մեջ կգախեն ասկային դրոշակը։ Այդ մեկը փողոքական եկեղեցիներում բնորոշ յուրահատկություն է, շարունակեց քաղաքագետը, որոնք են հետևանքները։ Եթե Հայաստանի եկեղեցիներում մեջ գախեն դրոշակը եւ երկեն ասկային քայլերքը, ապա նույնը պետք է անեն մնացյալ երկիրներու մեջ, Միացյալ Նահանգներու մեջ, Միացյալ Նահանգներու քայլերքը երկեն եւ գախեն դեղույն դրոշակը Ֆրանսայի մեջ, ֆրանսականը, Թուրքիո մեջ, թուրքականը եւ այլն։ Այսինքն հայ արաքելական եկեղեցին այդպիսով կթաթվի ըլալե ասկային ինքնության հիմնակար, ինչ որ ամենեն թաժան արվածը գլա սփյուռքին ժամանակի ընթացքին զայն քայքայելով։ Պաստորեն խելակարը կփորձի հայերու տավանափոխություն կատարել իր շուրջ համախմբելով հայ եկեղեցվո գարկ եպիսկոպոսներ, որոնք նույնպես լեզված են տավանափոխության գործին։ Բադահական չեն նաև խելակարազին այն թեզերը, որ կաթողիկոս պետք է ընտրե ժողովուրդը, իսկ մինչ այդ կաթողիկոսի դեղաբահը պետք է ըլլա ամուսնացյալ քահանամը։ Այս թեզերը գուքան հաստատելու այն կանխահարվածը, որ այս խելակարը լուրջ կերպով լեզված է հայերու տավանափոխության գործին, եզրակացուց Ստեփան Դանիելյան։ Իր գարկին Արցախի ազգային ժողովի պատգամավոր Մեդաքսի Հակոբյան Թիմադերյան գրառումով նշեց. Ավերակներու քաղաքականության դիրագալ իշխանությունը նույն դրամապանությամբ կգործե, ինչպես կոչվոր ավերիչ ցեղը, բռնակրավում, բղձում, չնչում եւ վայրենի համառությամբ կփորձե վերցնել հայկականը։
Արցախը հանձնվեցավ, հերոս նահատակներու սխրանքը ստվեր դարձավ, եկեղեցին թիրախավորվեցավ, իսկ Հայաստանը դրվեցավ սագարգության սեղանին վրա։ Իրենք համար են իրենց չար գործերու մեջ, իսկ մեր բայկարը չարիքի դեմ համագարկված չէ։ Նիկոլիզմի դեմ բայկարը գուսակցության աչ ցախը պիտի ճանչնա։ Այս է հայրենական դեմոկրատիան բանացեվը ընդդեմ ներկա կոչվորական մտածողության, որ հայկական ամրոցը ներսեն կքանթե։ Հայտարարը մեր ձինն է, հայրենիքը մեր իրավունքը, իսկ եկեղեցին մեր ողնահարը։ Ոչ մեկ իշխանություն ուժը պիտի չունենա մեզի գդրել մեր արմատներեն։ Այս մեզի դրված անժամանցելի իրավունք է։ Այս մեր սերունդի երթումն է Եզրակացուց Արցախի ազգային ժողովի պատգամավոր Մեդաքսե Հակոբյան։ Գիրագի 7 դեկտեմբեր առավոտյան ժամի 7-ին Երուսաղեմի Սրբոս Հակոբյան սմարդաճարի մեջ կդարվեցան գիշերային եւ առավոտյան ժամերկություններ, Աբաս Ախագոմյան դասի մեջ գտնվող Սուրբ Աստվածածնի խորանին վրա դարակեց աղան Վարդապետ Քոքչյան։ Սուրբ Պատարագի ավարտին հանդիսաբեդությամբ լուսարարաբեդ Սևան arczepiskopos Ղարիբյանի կդարվեցավ ոգի հանգստյան գարկ ի հիշադակ 7 դեկտեմբեր 1988-ին Հայաստանի Սպիտակ քաղաքի մեջ տեղի ունեցած աղետալի երկրաշարժի զոհերուն։ Հայաստանի ներքին գործոս նախարարության աղբյուրները հայտնած են, որ 19 նոյեմբերի դրությամբ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմաց է 23122 արցախցի քաղաքացիություն ստացած է 15819։ Որբեսի արցախցիները գարենան օգտվել բնակարանային ապահովման վերական աջակցության ծրագիրեն, պետք է ունենան Հայաստանի քաղաքացիություն։ Հայաստանի աշխատանքի եւ ընկերային հարցերու նախարարության համաձայն 7 նոյեմբերի դրությամբ բնակարանային ապահովման վերական աջակցության ծրագիրեն օգտվելու համար հավաստագիրը ստացած է 3323 ընտանիք, 13308 անձ։ Ազգային անվտանգության ծառայության տվյալներուն համաձայն 1 նոյեմբերի դրությամբ Հայաստանին հեռացած է 15647 արցախցի։ Ներքին գործոս նախարարությունն նաև հայտնած են, որ 19 նոյեմբերի դրությամբ ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու համար դիմաց եւ ստացած են 111853 արցախցիներ։ Փանդը գտնվող Միքայել arczepiskopos Աչաբայան անհաբաղ վիրահատության գարիք ունի։ Փանդերուն մեջ այս տարվան ընթացքին բադահած մահվան դեպքերու պատասխանատու պաշտոնյաներու հետ քննարկումեն յետք հայտարարեց ազգային ժողովի ինտիմատիվ պատգամավոր Կարնիկ Դանիելյան մանրամասնություններ չտվավ, թե առողջական ինչ հարց ունի իշխանությունը հապշտակելու անպաշտպանությամբ փանդարգված սրբազանը, բայց մտեց, որ հարցին պետք է արագ լուծում մտրվի։ Սրբազանին պետք է գալիություն ընձեռվի տեսնել իր բժիշկը եւ անոր անմիջական մասնակցությամբ կդարվի ինչ որ անհրաժեշտ է։ Ցավով կուզեմ ասել, որ այս տխուր երևույթը նաեւ մեծ զգոնության, ստապության արիթ կուտա, որբեսի այս հարցերում մասին մենք նույն այնպես աշխատենք, որ այդ 23-ը չդառնա 24, որովհետեւ Աստված մի արածցե այդ 24-ը գրնա սրբազան հայրելալ շեշտեց Դանիելյան։ Արդարև 2025-ին Հայաստանի պանդերում մեջ արձանագրված են մահվան 23 բարականեր։ Այս հարցով Դանիելյանի նախաձեռնած 8 դեկտեմբերի քննարկման ներկա արդարադատության նախարար Սրբուհի Կալյան մտեց, որ ոչ մեկ խոչընդոտ կա, որ Միքայել Սրբազանը բացաճ բժշկական օգնություն ստանա։ Անորամացայն կսպասեն Միքայել Սրբազանի պաստապաններու թիմումին, որբեսի համապատասխան գերադեսչությունները հստակ կայլերու թիմեն։ Սակայն աննայևստավ, որ Միքայել Սրբազանը առողջական զայրահեղ հարցեր չունի։ Մյուս կողմը Միքայել arczepiskopos Աչաբահյանի պաստապան Մարինե Ֆարմանյան զարմացավ, լսելով արտարադատության նախարարին հայտարարությունները եւ իջեցուց, որ իրենք դիմաց եւ մերժված են։ Պաշտպանական խումբը դիմաց է համապատասխան բժշկական օգնություն ստանալու համար։ Մերժումը ստացած է ուղղակի Իզմիրելյան բժշկական կենտրոնի հաստատությունն։ Իրենք նշած են, որ կարելի չէ բժշկական հետազոտություններ կատարել Իզմիրելյան բժշկական կենտրոնի մեջ։ Ապա հայտնած են, որ թիմումները բացաճ չեն այն բարակային, երբ հարցը գալանավորի առողջության կվերապերի
ուղղակի անհեթեթ է, հայտնեց Ֆարմանյան։ Համասկային հայ-գասական և մշակութային միության Արցախի կրասնագին նախաձեռնությամբ Երևանի Թումանյան արտ սրճարանի մեջ տեղի ունեցավ պատմապան քաղաքագետ Արմեն Այվազյանի հայոց զորքը Արցախում գազմավորումը, զինումը և ճակատամարտերը գիրքին շնորհանտեսը։ Սերնարգին պասման խոսքով անտես եկավ և շնորհանտեսը վարեց համասկայնի Արցախի կրասնագի պատասխանատու Հերմինե Ավակյան։ Աննշեց, որ թեև գիրքը համասկայնի հրատարակություններն չէ, բայց կրասնյակը հանձնարարած է գիրքի շնորհանտեսին գազմագերբումը իբրև Արցախի մասին պատմական վկայություններու մանրազնին ուսումնասիրություն, որ միաժամանակ լույս կսփռե պատմության աղավաղման ներկա փորձերուն վրա։ Գիրքը առաջին մանրամասն վերլուծությունն է 1722-ին 1735 Արցախի մեջ հայկական զորքերու ստեղծման հրամանատարական գազմի թվականագի զենքերու հայթայթման և անոր շարք կարևոր ճակատամարտերու մասնակցության մասին։ Այս կարևոր ուսումնասիրության մասին իրենց խոսքերը ըսին պատմական գիտություններու դոկտոր պրոֆեսոր Վահրամ Փալայան, հրապարակախոս վերլուծապան Միքայել Հաջյան, պատմապան Մհեր Հարությունյան և իրավագետ Վլադիմիր Հովսեփյան։ Շնորհանտեսը ընթացավ գիրքի շուրջ քննարկումով, գարզիկներու փոխանակումով և զրույցով։ 6 դեկտեմբերին Երևանի Մարիոթ հյուրանոցի մեջ հավաքվեցան 450 արցախցի երեխաներ։ Անոնց մեծ ուրախություն բարգեւեց արցախցիներու բարեկամ Սամուել Մովսիսյան, որ շարքը բարեկորձներու շնորհիվ ավարտին հասցուց 1 նոյեմբերին սկսած իր ծրագիրը։ Մովսիսյան փաճգոններ դրամացեց զոհվածներու, վարելանյութի բայթումեն վիրավորվածներու, հաշմանդամներու և բազմազավակ ընտանիքներու, ինչպես նաև գարիքավոր երեխաներու։ Ողջունի իր խոսքի մեջ Մովսիսյան նշեց, որ ամեն բան կկատարվի արցախցի երեխաներուն օգտակար դառնալու համար։ Ան շնորհակալություն հայտնեց բոլոր հովանավորներուն և Մարիոթ հյուրանոցի տնօրենության բարեգործական նպատակով սրահը դրամատելուն համար։ Ծրագիրի հովանավորներեն Հայաստանի մշակութային գործիչ վաստակավոր դերասան Հրանտ Թոխադյան իր սրդի խոսքը ուղղեց ներկաներուն։ Արցախյան 44-օրյա պատերազմին զոհվածի այրի Աննա Ավանեսյան բոլորին անունով իր շնորհակալություն հայտնեց Սերնարգ գազմագերբողներուն և նախասերնողներուն, նշելով, որ այսօր որևէ աջակցություն անհրաժեշտություն է յուրաքանչյուր արցախցիի։ Սերնարգին ընթացքին երեխաները հանդես եկան երկու բարով, ցույց տալով այն մեծ սերն ու գարոդը զոր կդածեն Արցախի հանդեպ։ Հարգելի ունկնդիրներ, Վանասյանի եթերով և թիմադերի էջով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Սեզի հետեին Սանի աղրվար Անտոնին և Գրիգորը։ Մնացեք միշտ Վանասյանի ունկնդիր։